Ես Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, երբ որ գիտեին, որ իրենք արդեն տանելու են այդ օրերին խոսում է իրենց հետ գիտեն որ արդեն տանելու են Բաքու, գիտեն որ դատավարություն, Բաքվի բան, ես խոսում եմ, ես գիտեմ որ իրենք շատ կարևոր բան իրենց մեջ հաղթահարել են, իրենք արդեն այդ որոշումը կայացրել են, որ միջև վերջին հայը պիտի մնան այստեղ եւ իրենք գիտեին իրենց հետ ինչ է տեղի ունենալու, այդ ամենով հանդերձ իրենք որոշել էին եւ մնում էին եւ մնացին միջև վերջին հայը։ Ես այս խոսքը սուղում եմ իրենց ընտանիքի անդամներին եւ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, այդ գեներալների Ռուբեն Վարդանյանի, հիմա արդեն Սամվել Կարապետյանի ընտանիքի մեծ ողբերգություն է, սարսափելի բան է տեղի ունենում, բայց դուք հպարտ եղեք, որ ձեր հայրերը մեծ բացառիկ հայեր են, որ ես գոնե գլուխս որ դնում եմ բարձին, ես ասում եմ մենք ունենք այսպիսի հայեր, որ մենք կա դեռ հույս, որ կան այսպիսի մարդիկ, որ կանգնում են, չեն նայում ինչ են կորցնելու, չեն նայում իրենց ինչ նկուղներ են տանելու, ինչ են իրենցից վերցնելու, ինչի միջով, այո, որոշումը կայացրել է Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը որոշումը կայացրել է, Բակո Սահակյանը որոշումը կայացրել է, Արկադի Ղուկասյանը որոշում է կայացրել, գեներալները որոշում են կայացրել, հայ առաքելական եկեղեցու սպասավորները վեհապարով հանդերձ, եկեղեցականներով հանդերձ ճիշտ նկատեց Տիկին Դիլբարյանը, իրենք հույս ունեին, որ Պոլսո առաջնորդը ինքն էլ անգամ որոշումը կայացրել, իրենք կանգնում են հայ առաքելական եկեղեցու կողքը, կանգնում են Հայաստանի կողքը, մերն է, այլևս մենք պիտի քայլ անենք, սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, ամեն մեկս պիտի հասկանանք, մեզանից է կախված, որովհետև մեր Աստծո տունն են քանդում, այսինքն մեր բոլորիս տունն են քանդում, այս մարդիկ որոշում կայացրել են, հիմա ձեր հերթն է, կամ կորոշենք, կկանգնենք այս մարդկանց կողքին, այսինքն դուք ինքներդ ձեր կողքին, ոչ թե այս մարդկանց գաղափարաբանություն, այսինքն դուք ձեր կողքին պիտի կանգնեք, մոռացեք, որ դուք պիտի կանգնեք Սամվել Կարապետյանի կողքը, Ռուբեն Վարդանյանի կողքը, չգիտեմ, Բակո Սահակյանի կողքը, ձեր կողքը պիտի կանգնեք, որ կարողանանք ազատագրել իրենց համար նաև, այսօրվա իշխանության նստած մարդկանց, որտեղ ձեզ էլ չեն ներելու թուրքերը, գնացեք, տեսեք, պատմություն կարդացեք, տեսեք, ինչ են արել թուրքերը, պատգամավորներին ինչպես ոչնչացրին, քարով ջարդեցին, այնպես որ աղմուկով չտարվել, աղմուկ եմ, մեծ աղմուկ եմ բարձրացնում, ձերբակալություններ կլինեն, իրենք գնում են իրենց գեր հիմնական նպատակին, ավիրել հայ առաքելական եկեղեցի, այդ ամբողջը փլուզվելու է, դա պարզապես ցուցք է, բայց ասեմ շատ դաժան ճանապարհով անժելա մեր ազգային ընտրանի հստակ։ Մենք ուրիշ ընտրություն չունենք, մենք այս ճանապարհը, այո, Աստծո կամքով հետևում ենք պատմության դասերին եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, որտեղ նշված է, որ չի կարելի խախտել Հայաստանի Հանրապետության սահմանները եւ սահմանադրությունը։ Եվ եթե այս մարդիկ տենց որոշում կայացրեն, դուք այլևս իրենց ոչ մի բանով չեք կարող վախեցնել։ Հիմա մնում է որ մենք ամեն հայ որոշի, որ իրեն չեն կարող վախեցնել, ոչինչ տեղի չունեցավ։ Եվ մի հայտնի բան կա, դու ճիշտ գնա, մնացածը թող Աստծուն, եթե դու ճիշտ ես գնում, իսկ մեր գործը արդար է, մեր գործերը հարություն են առնում, ինչպես Աստծո որդին։ Այս մարդկանց գործը առնված այս փուլում իրենց հայտարարություններով, կոչերով, քայլով ցույց տվեցին։ Հանրապետության եւ Արցախի ու Սփյուռքի միասնությունն է Հայաստանը լինել թե չլինելու, հայ ժողովրդի լինել թե չլինելու հարցն է, չկա ուրիշ հարց։ Շնորհակալություն։ Առաջն Աստված։